Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագն իսկական էմոցիոնալ ճոճանակ էր, որտեղ միախառնվել էին անսպասելի հանդիպումները, ցավալի դավաճանություններն ու ճակատագրական որոշումները։ Այսօր մենք ականատես եղանք և նոր սկզբի, և անխուսափելի կործանման նախերգանքի։ Եկեք միասին վերլուծենք այս հուզիչ զարգացումները։ Սկսենք Սարգսյանների տանը տեղի ունեցած շատ կարևոր և անակնկալ հանդիպումից։ Դավիթ պապիկի համար իսկական շոկ էր իմանալը, որ իր որդին Ավոն երեխա ունի, բայց պապիկի ապշանքն ուղղակի կրկնապատկվեց, երբ Ավոն բացահայտեց, որ այս նորահայտ թոռնուհին բացարձակապես կապ չունի մագունցների ընտանիքի կամ Էռնայի հետ։ Դավիթ պապիկը ցնցված է որդու սանձարձակ և անպատասխանատու ապրելակերպից, սակայն Ավոն, հավատարիմ իր ցինիկ տեսակին, ամենևին էլ չի նեղվում սեփական արարքներից և չի զգում որևէ մեղքի բաժին։ Նույն հարկի տակ ականատես ենք լինում ևս մեկ չափազանց ուշագրավ տեսարանի։ Ավոն և Մանանը վերջապես հանդիպում են դեմ առ դեմ, որպես հարազատներ։ Մանանը, ով աչքի է ընկնում իր կոշտ և անզիջում բնավորությամբ, իրեն բնորոշ ոճով մի լավ կոպտում և տեղն է դնում Ավոյին, սակայն Ավոյի պատասխանը սառեցնող էր և խորհրդանշական։ Նա ասում է, որ իրականում շատ ուրախ է Մանանի մագունցների տուն հարս գնալու փաստով, քանի որ հենց Մանանի համառությունն ու բնավորությունն են դառնալու Հունանի և ողջ մագունցների ամենամեծ պատիժը։ Սա իսկապես մարգարեական միտք էր։ Բայց խեղճ Մանանը դեռ չգիտի, թե ինչ ահռելի ու դավաճանական հարված է իրեն սպասվում հենց այն մարդու կողմից, ում ինքը վստահել է։ Գրիշոն, ով պատրաստ էր աշխարհը շուռ տալ Մանանի սիրուն արժանանալու համար, բռնել է դավաճանության սայթաքուն ուղի։ Թվում է նա սիրում է իր կնոջը, բայց նրա թույլ ու անկայուն տեսակը կողքից նոր արկածներ ու զբաղմունք է փնտրում։ Մեր վերլուծությունը հստակ կանխատեսում է այս իրավիճակի զարգացումը։ Երբ Գրիշոյի դավաճանությունը բացահայտվի, Հունանը ոչ միայն չի դատապարտի որդուն, այլև կգովի նրան, նշելով, որ Սարգսյանների արյունը կրող աղջկա հետ հենց այդպես էլ պետք է վարվել։ Լսելով այս նվաստացումն ու բախվելով ամուսնու դավաճանությանը, հպարտ Մանանն անմիջապես կհեռանա այդ անիծված տանից և կվերադառնա պապիկի մոտ։ Իսկ Գրիշոն, հասկանալով, թե ինչ է կորցրել, կտրվի ալկոհոլին և կփորձի անօգուտ ճիգերով վերադարձնել իր կյանքի միակ սիրուն։ Իսկ մինչ Գրիշոն կործանում է իր ընտանիքը, Լեան և Լեոն կայացնում են իրենց կյանքի ամենավտանգավոր, բայց և ամենառոմանտիկ որոշումը՝ այսօրվանից սկսել ապրել միասին։ Նրանք պատրաստ են դեմ գնալ համայն աշխարհին հանուն իրենց սիրո, սակայն նրանց այս քայլը կարող է ճակատագրական լինել, քանի որ Նարեն, զգալով վերահաս վտանգը և վախենալով Հունանի արյունոտ արձագանքից, փորձում է կանխել այս միությունը։ Նա անհապաղ զանգահարում է Դավիթին, որպեսզի վերջինս միջամտի և կանգնեցնի երիտասարդներին, նախքան Հունանը կիմանա նրանց գտնվելու վայրն ու կսկսի իր հերթական դաժան հաշվեհարդարը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, կհասցնի արդյոք Դավիթը կանխել Լեոյի ու Լեայի միասին ապրելու որոշումը, թե նրանք արդեն հատել են անվերադարձելիության կետը։ Եվ ինչպես կարձագանքի Մանանը ըստ ձեզ, երբ վերջնականապես բացահայտի Գրիշոյի ստոր դավաճանությունը։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։